ներված լինեն քեզ քո մեղքերը, այսպես ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս մի կնոջ, որ մտել է Սիմոնի տունը։ Սիմոնը փարիսեցի էր, հրավիրել էր Քրիստոսին, որ իր տանը ճաշ ուտի, եւ այդ պահին կին, որ լսել էր, որ Սիմոնի տանը Քրիստոս սեղան է բազմել, վերցրեց մի ազնիվ յուղի շիշ, եկավ Տիրոջ ոտքերի առջև, սկսեց արտասուքները թրջել, մազերով սրբել եւ անուշահոտ յուղով օծել։ Սիմոնը զարմացավ, ասեց, եթե սա մարգարելին էր, ապա կիմանա, թե ինչպիսի կին է իրեն մոտենում, որտեղ մեղավոր է։ Սիմոն, քեզ ասելիք ունեմ, մեկին 50 դահեկան էր պարտ, մյուսը 500, երկուսին ներվեց, ով ավելի շատ կսիրի, նրան ում շատ ներվեց, ճիշտ ասեցիր, մտակոտում իմ ոտքերը չլվացիր, սա իմ արտասուքներով ոտքերս լվաս, իմ գլուխը չոծեցիր, սա անուշահոտ յուղով իմ ոտքերը օծեց, դրա համար ասում եմ, ներված կլինեն դրա մեղքերը, գնա, ներված լինի քո մեղքերը։ Այս պատմությունը Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է զղջման, ներման հստակ համակարգ է։ Ընդհանրապես, երբ որ մարդը մեղք է գործում, ինչ է տեղի ունենում։ Մեղք, ամեն մեղք իր կշիռն ունի։ Այսինքն երբ է գործվել, ինչ հանգամանքներում է գործվել, ինչ տարիքում է գործվել, ինչն է մեղքի դրդապատճառը եւ այսպես բոլոր հանգամանքները, հա։ Եվ ըստ այդ բոլոր հանգամանքների մեղքը ունենում է կշիռ, ըստ կշռի էլ ունենում է պատիժ, այսինքն մեղք, գիր, մեղքի գիրը հենց այդ կշիռն է, հա, եւ պատիժ, հավիտենական տանջանքներով։ Պետրոսի հայտնության մի հատ գիրք կա, այդ Պետրոսի հայտնության մեջ նկարագրում է, իհարկե պարականոն գրվածք է ինքը, Աստվածաշնչի մեջ չկա, բայց հետաքրքիր մտքեր է արտահայտում։ Այդ Պետրոսի հայտնության մեջ նկարագրում է, թե ինչ մեղքի դիմաց, ինչ պատիժ է սահմանված դժոխքում։ Օրինակ շնության մեղքի, պոռնկության մեղքի համար անքուն որդեր, ինչպես Տերն է ասում, չի ավետարանում, ասում նրանց որդերը չեն մեռնի։ Չմեռնող որդեր, այսինքն պոռնկացող, շնացողների մարմինը որդերը հավերժ պիտի ուտեն։ Եվ այսպես մյուս մեղքերն էլ ասում է Պետրոսի հայտնության մեջ, այսինքն հստակ է այդ պատիժը, ինքը հեքիաթ չի։ Հիմա մարդը մեղքը գործեց, հետո գիտակցեց, որ մեղք չի գործել։ Ամենակարևորը հրաժարվել մեղքից։ Երբ որ ինչ-որ մեկի մեջ քաղցկեղա չէ լինում, ինչ է ուզում է, վիրահատել, հանել այդ քաղցկեղը միջից, որտեղ չի կարող ինքը այդ քաղցկեղի հետ համակերպվել, ապրել, որտեղ մահացու մեղքը տանում է մահվան։ Իսկ մահացու մեղքը դա քաղցկեղա մեր մեջ։ Այսինքն ամբողջովին հրաժարվել մեղքից, նշանակում է վիրահատել, մեղքը հանել։ Այսա հիմքն է ապաշխարության, սրտի զղջումը, հրաժարումը մեղքից ապաշխարության հիմքն է։ Եթե մեղավորը արտասուքներով զոհված, այս կինը ինչ արեց, հենց զղջումն էր իր ամբողջ, չէ։ Արտասուքն, այո, վատ վարքով ապրող կին էր, միգուցե անառակ էր, չգիտեմ, ավետարանը ասում է, որ վատ վարք ուներ, բայց ամբողջովին զղջած, արտասուքներով եկավ Տիրոջ ոտքերն ընկավ, ինչու Աստծո ոտքերն ընկավ, ինչու Քրիստոսի ոտքերն ընկավ, չէ։ Եթե գնար քահանաների մոտ, մեղքերի քավության համար զոհմատուցեր, չէ, կային, օրս գետներ, չէ, ինքը գիտեր ու մոտ է գալիս, եկավ Քրիստոսի մոտ, ինքը որտև գիտեր Քրիստոս Աստված է, եկավ հենց Աստծո ոտերն ընկավ, ասեցին մեղքերը շատ են, մենակ Աստված կարաների, եկավ Տիրոջ ոտքերն ընկավ, արտասուքներով թրջեց, այսինքն առաջին ապաշխարության խորհրդի
հիմքը կատարեց, սրտի զղջում, հրաժարում, վիրահատություն, մեղքը հանեց, դեն նետեց, ասում է բերանի խոստովանություն արեց, բերանի խոստովանությունը սրբում էր Տիրոջ ոտքերը, ասում է ապաշխարեց գործերով, ինչ էր անուշահոտ յուղով օծեց, 3 մասից է, չէ, ապաշխարության խորհուրդը բաղկացած սրտի զղջում, խոստովանություն բերանով եւ ապաշխարություն գործով, ամեն մեղքի դիմաց մարդ պետք է փոխհատուցում անի, պետք է ապաշխարի այդ մեղքի դիմաց, ինչպես ասացինք մեղք, գիր պատիժ, մեղքը վերանում է, երբ որ մարդը խորապես զղջում է, գիրը վերում է, երբ որ խոստովանում է, երբ որ փոխհատուցում է մեղքի դիմաց, ապաշխարումը, պատիժն է վերանում։ Բայց այս կնոջ մեջ ասում է Սուրբ Գրիգոր Տաթևեցին, այդ 3-ը միասին տեղ ունեցավ։ Թե սրտի զղջումը, թե բերանի խոստովանությունը, թե ապաշխարությունը գործով, այդ յուղի օծումն էր։ Այսինքն այնքան մեծ էր այդ ափսոսանքը, արտասուքը, այնքան ցավը, որ Քրիստոս տեղում ասեց, ներված լինեն քո մեղքերը։ Ամենջապես թեթևացած գնաց։ Կարծում եմ, այստեղ նստած կամ մեզ լսող բոլոր մեղավորներն էլ ուզում են, որ Աստծուց այս խոսքը լսեն, Աստծուց։ Ներված լինեն քեզ քո մեղքերը։ Եթե մենք ուզում ենք Աստծուց լսենք, ներված լինեն քո մեղքերը, դա նշանակում է արժանի ես երկնքի արքայության, անմիջապես բացվում են քեզ երկնքի դռները եւ կարող ես մտնել։ Ինչպես Աչակողմյան ավազակը, չէ՞։ Ասեց մենք արժանի մեղքեր ենք գործել, մենք արժանի ենք այս պատժին, խաչելության, բայց նա ոչինչ բան չի արել, ասեց հիշիր ինձ Տեր երբ գաս քո արքայությամբ։ Աչակողմյան ավազակին ինչ ասեց Քրիստոս, այսօր ինձ հետ կլինես դրախտում, այսինքն ներում եմ քո մեղքերը, որտեղ դու խոստովանեցիր, որովհետև դու խաչի վրա պատիժն ես կրում քո մեղքերի, մոտ ես մահվան, ուրեմն ամեն ինչ պատրաստ ես դու մտնելու երկինք, այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Այսինքն հստակ 2 օրինակ ես ձեզ բերեցի, մեկ էս կնոջ, մեկ էլ Աչակողմյան ավազակի, որ ամբողջական ապաշխարության խորհուրդը կատարվեց սրտի զղջում, բերանի խոստովանություն, ապաշխարություն գործով։ Երբ որ զղջումը մեծ է, ապաշխարությունը կրճատվում է։ Հա? Մեկը գալիս է մի ծերի մոտ, մի վանական ասում է, մեղք եմ գործել, ասում է, ինձ ապաշխարություն նշանակի 3 տարի։ Ասում է շատ է 3 տարի։ Շատ է մեղքերից, ամենաքիչն եմ ասում, 3 տարին ինչ է որ։ Չի ասում է շատ է։ Լավ, ասում է 3 ամիս նշանակի։ Շատ է ասում է։ Ասում է 3 շաբաթ նշանակիր։ 3 օրը բավարար է։ Եթե խորապես զղջում ես արտասուքներով ներողություն ես խնդրում, ապաշխարությունը բավարար է։ Եվ ներման կարժանում ես, այսպես ասած ծերը։ Եվ կարծես մի գեղեցիկ սկզբունք ասած, որքան խորն է զղջումը, որքան մեծ է ափսոսանքը եւ հրաժարումը մեղքի, այնքան ապաշխարությունը կրճատվում է։ Հա? Ինչպես այս 2 պարագաներին ավետարանական տեղում ներման արժանացան Տիրոջից։ Բայց դրան հակառակ փարիսեցիները, օրենսգետները գնում են Հովհաննես Մկրտչի մոտ, չգիտեմ խի են գնում։ Հերվիս տենում ասում է, ժրի ծնունդներ, ով ձեզ սովորեցրեց փախչել Աստծո դատաստանից, հերվից էր ճանաչում։ Չփորձեք ձեզ ասել Աբրահամի որդին են, կացինը արմատի ծառին դրված է, ամեն ծառ բարի բտուր չնակատում գցվում է։ Այսինքն նենգությամբ էին եկել հայնելու մոտ, Հովհաննես Մկրտչի մոտ, Աստծո սուրբ մարդու մոտ ուզում էին խաբեն, թեխի էին եկել չես իմանում։ Մարդիկ գալիս էին Հովհաննես Մկրտչի մոտ մեղքերն էին խոստովանում, բա դուք ինչի եք եկել։ Դուք փորձեք, ինչ անեք, Հովհաննես Մկրտչի հեղինակությունը օգտագործեք, չենք հասկանում, խի եք եկել, դու իժերի ծնունդներ, ով ձեզ սովորեցրեց փախչել վերահասկանությունից։
Հասկանում ես։ Մարդը, որ Աստծո դուրն է գալի, պետք է ամբողջական զոջումով, ապաշխարությամբ, արտասուքով, լրիվ մաքրվելու նոր մարդ դառնալ, բայց ինչի՞ ես Աստծո դուր եկել։ Ամեն։